Չինկաշչան, հոյակապ ֆունկցիան ենք անցնում, հիմա մի հատ ֆունկցիա ենք սարքեք, մեկնաբանես ինչ ենք սարքե։ Անունը ինչ ենք, ֆունկցիա ենք սարքես, թե ֆունկցիոնը կատեգորիա է, կատ եմ գրե, անունը կատեգորիան է տարիքային։ Բայց ոչինչ, են C-ով ագրվում, բայց ոչինչ, հասկացան, կատեգորիան է վերաբերվում, մաքսիմալն ես պիտի անուններ դնենք, որ մեզի հետագայում հեշտ լինի, էլի հիշել իրան, շատ լավ, ինքը ինչ քանի պարամետր ունի։ Ինքը Էդի պարամետրը, շատ պարամետրը այնա ինչ որ դու իրան փոխանցում ես։ Դուրան ինչ ես փոխանցում։ Իան փոխանցել եմ ինֆորմացիան։ Չէ, ֆունկցիան ինչ է ստանում։ Ստանում է տարիք, չէ։ Այդ տարիքը անունը պարամետր է, էլի։ Արգումենտ, պարամետր։ Մենք հիմա մեր ֆունկցիան քանի պարամետր ունի, մի հատ պարամետր ունի, մենակ տարիքն է։ Մենք իրան որ կանչում ենք kate ու տալիս ենք տարիք։ Նայ, քանի որ դու return-ով ես գրել, ախպերես, այսինքն դու իրան պիտի հետո կոնսոլով գանես, կամ մի հատ փոփոխական սարքես, օրինակ հիմա տակը կարելի գրել let առաջին մարդ, հա, կամ let առաջին կատեգորիան, հավասար, այս ինչի համար է այս կատեգորիան, պահանջը որն է, ինչ պիտի ելներ։ Մի վարքյան։ Հա, պիտի հասկանանք ինքը երեխա է, չափահասա, հա, ծերա։ Հա, այտենց։ Հա, ինչ տարիքի է։ Շատ լավ, արի անունը փոխենք, դնենք որոշել տարիքը, որոշել տարիքը չէ, որոշել հասակը, այդ իմաստով էլի։ Ոչ թե բոյը, այլ հասակը թե ինչ տարիք է։ Բայց փոփոխական է անունը։ Հա, ֆունկցիայի անունն է, ախպերս, դա անունը ֆունկցիա է, ֆունկցիայի անունը փոխենք, կնես որ մեզի հասկանալի է լինի։ Որոշել հասակը մեծատար, հտարը մեծատար գրի, ոսի ունի, որոշել հասակը, նայ, մաքսիմալն ես պիտի դնենք, որ մեզի հասկանալի լինի։ Հիմնականում շնիկ չես կարող դնես y դիր։ Հասակը մաքսիմալն ես պիտի անուն դնենք, որ մեզ հեշտ լինի, ապագայում հիմնականում միշտ ու անգլերեն բառեր ես օգտագործելու, էլի։ Այսօր հիմիկվանից եթե կարաս անգլերենից զարգացրա ժամանակ ունենաս։ Հիմա նա իր ֆունկցիայի կանչի ժամանակ, արի ինչ անենք, արի ներքև այդ կոնսոլը ջնջենք։ Ծերսը ջնջենք այդ կոնսոլը։ Այդ փոփոխական սարքի, այս ճիշտ ձևով էլի, ճիշտ ձևը սենց է, այդ փոփոխական սարքին գրենք առաջին մարդ։ Ոնց ենք սարքում փոփոխական let-ով ապրես, առաջին մարդը հավասար է կանչի ֆունկցիան։ Տակով։ Enter սխմի։ Մեջը դիր տարիքը, ասենք առաջին մարդու տարիքը, օրինակ չգիտեմ, 22 տարեկան։ Այդպես ոնց ես դնում մեջը, որոշել տարիքից հետո ինքը ֆունկցիա է, չէ՞, պիտի բացվի, փակվի ճակերտները։ Հոյակապ, մեջը փոխանցի։ Ինքը ինչ պիտի փոխանցենք։ Տիպ պիտի փոխանցես, չէ՞, ինքը տարիքն է ստանում։ Հիմա պատկասա առաջին մարդն է, որոշել հասակը, ուզում ենք կանչենք իր համար որոշել հասակը, իր տարիքը տանք, հասկանանք, ինքը դեռահասա, չափահասա, երեխա է, թոշակառու է, չէ՞։ Հիմա 21 ենք տվել, հիմա ոնց տենանք արդյունքը, ասես որ run տաս, ոչ մի բան չես տեսնեն, ուզում ես փորձի։ Ոնց անենք, որ բան տեսնենք, պիտի կոնսոլ լոգ անենք ինչը։ Կոնսոլ լոգ անենք որոշել հասակը։ Չէ, որոշել հասակը կոնսոլ լոգ պետք անել չի, նայ, մենք որոշել հասակը արդեն դրել ենք առաջին մարդու մեջ։ Այսինքն սարքել ենք փոփոխական առաջին մարդ, որի համար կանչել ենք այդ ֆունկցիան։ Այսինքն հիմա այդ առաջին մարդու մեջ ի՞նչ է գրած լինելու։ Գրած է լինելու կամ երեխա է, կամ դեռահաս է, կամ չափահաս է, կամ թոշակառու է։ Հա։ Այսինքն հիմա մենք պիտի կոնսոլ լոգ անենք ընդհանրապես առաջին մարդը։ Տակից։ Անենք։ Շատ լավ, հիմա աշխատասրա։ Այն չափահաս է, չէ՞։ Խի չափահաս է, հիմա ոնց աշխատեց, այո մեկնաբանի, ոնց եղավ, որ դու փոխանցի 21, ոնց աշխատել։ Ըհը, ես մեր փոփոխականը արդեն հավասարալու մեր
ֆունկցիային, հա, ոնց որ իրար հետ կապվում է։ Արժեքին հավասար լինում։ Այսինքն առաջին մարդ փոփոխականի մեջ դրած է լինում այս ֆունկցիայի աշխատելու արդյունքում ստացված արդյունքը։ Հա։ Հասկացա՞ր, հիմա որոշել հասակը կանչել են 21-ի համար, տարիքը 21 էր։ Չէ՞։ Գնացել է մտել է ֆունկցիայի մեջ։ Հա։ Մտել է, ինչ արես։ Հիմա ստուգում է, եթե տարիքը 13-ից մինչև մի փոքր է 13-ից, մեծա 1-ից, խենք մեծա 1-ից ստուգում, որ 0 կամ ասենք հիմա փոխանցի բանը -2, դες ինչ կլինի։ Մի հատ մեկնաբանի նոր ռանտի։ Չասցի։ Արդեն կլինի այդպես տարիք չունի, հայտի փորձի հետո նոր այդ որ գրիմ տարիքը որ մեծը լինի 1-ից։ Հիմա մի հատ 1540 դիր։ Ինչ է տպելու։ Ստեղ արդեն ուր էր մեր 65-ից որ մեծ է, հա, թոշակառու կտա։ Ոյակապ ճիշտ ես ասում, թոշակառու է տպելու։ Այսինքն շատ մեծի քեզ չունենք, նորմալ է, թոշակառու խնդիր չկա, կողմարդի այդքան ապրել է հիմա։ Դե։ Շատ լավ։ Հիմա մեկնաբանի դեմից ոնց է աշխատում։ Առաջին if-ի մեջ մտա։ Մտնում ենք առաջի if-ի մեջ, այստեղ մեր տարիքը եթե փոքր է կամ հավասար է 13-ին, կամ եւ տարիքը մեծ է կամ հավասար 1-ին, ուրեմն ինքը երեխա է։ Հա, ինքը երեխա է, այսինքն հետ ամենակարևոր մասը այստեղ return-ը ախպերս։ Ինքը return-ը ինչ է նշանակում, վերադարձնել, չէ՞։ Հա, բայց ճիշտ ասած return-ի մասը նշանակում է վերադարձնել։ Հիմա նայ, որ դու կանչում ես որոշել հասակը 21-ի համար, ինքը հետում է տելում է որ պայմանի մեջ է մտնում ու վերադարձնում է արդյունք, վերադարձնում է արդյունք, որի արդյունքը ասենք երեխա է օրինակ, չէ՞։ Ու այդ արդյունքը դրվում է այս փոփոխականի մեջ 19-րդ տողի։ Հա։ Հասկացա՞ր։ Դա հետագա ունենստեղ էրա պետք գալու, որ ինքը կոնսոլից օգտագործում է կոնսոլի տեղը, հա։ Պատկեր չի կոնսոլի մեջ, ախպերս, պատկերսը սովորական վեբ կայք ենք սարքում։ Հիմա մի հատ ֆունկցիա ունենք, որ սեղմենք այդ ֆունկցիայի վրա, սա մեր edge-երի գույնը դառնա սև, dark mode դառնա, պատկերացիր։ Հիմա ֆունկցիա մատ պիտի function dark mode գրենք, որը կստանա mode։ Այսինքն կամ կստանա white, կամ կստանա dark, չէ՞, կամ սպիտակ կամ սև, չէ՞, սայթի մեջ հիմնական այդ երկու մոդելն է։ Հիմա պիտի բան անենք, ստուգենք if ստացել է dark, այսինքն դա պատկերացնի դա button ունենք, կամ dark կամ white։ Եթե սեղմել է dark-ի վրա, պիտի բան անես, HTML-ի մեջ ես get element անես, ասենք background color-ը սարքես օրինակ սև։ Հա։ Եթե սեղմել է white, գտնես սարքես սպիտակ, պատկերացրի, չէ՞։ Հիմա դու պատկերացրել լիքը տեղերից կարող այդ button-ը լինի, էլի, կարող մի հատ նասորգեքի մեջ լինի, կարող մի հատ վերևը լինի, որ ամեն տեղ չես ասած if else-ով ստուգես գույնը փոխես, կարող մի հատ ֆունկցիա պատրաստի ունես ու կանչես։ Իզուտ գաղափարախոսություններ, շատ լավ։ Ուրիշ ինչ կա, ինչ են կարել, ուրիշ հարցեր ունես, նայ մի հատ։ Չէ, ուրիշ հարց չունեմ, բանը, մնացածը արել ջնջել եմ ուղակի, չեմ մնացել, սաղ էս սադանյանները արել։ Հա, սաղ արել եմ, հա։ Դենց պարտվան չկար։ Հա, արդեն սաղն էլ հասկանալով արել եմ։ Կարևորն է դա, հասկանալով արել ես, հիմա ես էկրանով սկիզբեմ։ Ստոպ արա։ Շատ լավ, էսի փակեմ։ Սա Python-ը դասա փակեմ։ Սա էլ փակեմ, JavaScript-ը բացենք։ Մենք ասել ենք 8-րդ դասին։ Նայ։ Հիմա մի շատ կարևոր բան եմ ուզում քեզ սովորացնեմ։ Մենք սենց սովորեցինք, չէ՞, սովորական function-ով, որ գրվում է փոփոխականի անունը հավասար է function, չէ՞։ Հա։ Նայ, չէ, մի քանի նայ, կամ սենց, կամ function say hello, էսի մի տարբերակ։ Կամ const greet հավասար է function, հետո կանչելը սովորական greet պիտի կանչենք։ Հա։ Եվ երրորդ տարբերակը
կոչվում է ստրելիշնի ֆունկցիա, arrow function։ Այդ այսենց է, գրում ենք const ֆունկցիայի անունը, հավասար է չակերտներ, ասեն ստրել կա, բացվել, փակվել։ Իրանք ամեն մեկը հեսա կասեմ, իր առավելություն թերություններ ունի։ Միած սինտեքսը ֆիքսի մոտ է, գրելաձևների։ Էսի մեր սովորական անցածներ այսքան վաղ, այսենց էր ինքը։ Մի վարքյան այսենց էր։ Function, չէ, function բանալի բառը գրվում էր, չէ։ Հետո գրում էր ֆունկցիայի անունը, դες մեր 5 դասերը որ բացենք։ Գրվում է function, գրվում է ֆունկցիայի անունը ու իր գործողությունը մեջ, ասենք console log, չէ։ Մենք արդեն իմացանք, որ մի հատ ուրիշ գրելաձև էլ կա։ Կարող անենք const օրինակ էս նույն բանն ասենք say hello, հավասարի function, պրոստը ոնց որ հավասարը բաց թողած է։ S-ի ու S-ի նույնն է։ Հա։ Բայց մի հատ կարա ուրիշ բձև կա, այսենց, որը տարբեր է։ Էսի ստրելիշնի ֆունկցիան է։ Ինքը որ սա this անցնենք, մենք մի քանի դաս հետո, զուտ հիմա քլեվոր կամար իրանք նույնն են, բայց մի քանի դաս հետո որ անցնենք this-ը կտենաս, որ իրանք իրարից տարբերություն են։ Այսենց հայտարարած ֆունկցիան ու այսենց հայտարարած ֆունկցիան։ Այստեղ հավասարապես կարաս օգտագործես, ոչ մի տարբերություն, ուղղակի ստե օրինակ եթե ուզում ես պարամետր ստանաս, օրինակ age, ստե պիտի age-ը ստանաս, սա մեջ օրինակ բան ասես, if age-ը ստանաս, այդ նույն բանը ստե սա պիտի աներ, էլի։ Հա։ Էսի ֆիքսեցինք, հիշում ենք այս գրելաձևը, անցնենք առաջ։ Շատ լավ։ Հիմա ճիշտ էսի կուզեմ դու մի հատ ինքնուրույն անես։ Կուզեմ գրես բազապատմանավուսյակ բան գումարում ֆունկցիան սովորական ձևով, հետո գումարում ֆունկցիան գրես row ձևով։ Մասած 3 տնային Arrow-ն ստրելկայով է։ Արջան կտրտես ձենդ։ Ձենդ կտրտես ախպերս մի հատ։ Հա, այդ arrow-ն ստրելկայով է, չէ։ Հա, այսի arrow ստրելկան է, էլի ոնց որ arrow function կամ լսվում է հիմա։ Հա, լսվում է։ Այսի կամ ստրելիշնի ֆունկցիա։ Իրանք կուզեմ մատեգրամոտ կիսվես փորձես էսի գրես։ Այդ է ստոպ անեմ, դու կիսվի։ Ես քեզ կօգնեմ էլի ընթացքում։ Նայ, պիտի գրես ֆունկցիա, որը ստանում է երկու հատ պարամետր։ Կարաս ախ բան անես, 5 կոդերը կարաս այդպես կոմենտ կամ ջնջես։ Մի հատ ֆունկցիա ես գրում, մեր սովորական իմացած ձևով։ Սովորական մեր ֆունկցիայից, հա։ Անունը ինչն է, նշանակում է գումարել։ Ինքը ստանում է երկու հատ արժեք։ Ու ինչ անում, իրաց պիտի գումարի, չէ։ Հա, return plus b։ Շատ լավ, հիմա իրան ոնց կկանչես։ Կանչել add-ով։ Կանչի։ Այստեղ արդեն արժեք պիտի տանք, ասենք 5 6։ Շատ լավ, դե հիմա այդ ինչ-որ փոփոխականի մեջ պիտի պահես, չէ։ Դու կանչես արդյունքը լինելով, բայց ոչ տեղ չի տպելու։ Հա։ Դե գրենք ասենք const արդյունքը հավասար է կամ let արդյունքը հավասար է։ Const արդյունքը մի վարքյան հավասար է add, չէ։ Add ինչ։ Մի վարքյան էս էլիպտի գրենք մեջը։ Հա, բավոց է, տակի տողը պիտի պրոստը բերես տա դրես, տակի տողն ավելորդ է։ Հա։ Так, դες չնջեմ։ Հիմա պիտի console log անես արդյունքը, չէ։ Հա։ Աշխատացրա։
Ճիշտ է։ Հիմա նույն բանը է, ախպերս, էսի կոմենտարա, տակից նույն բանը գրի row function-ով։ Row function-ով, հա։ Հա, պիտի օրինակ գրես let կամ const։ Հա, const ֆունկցիան փոփոխականի ֆունկցիայի։ add-ը։ Այստեղ կու ֆունկցիան չէ գրում, const add-ն հավասար է։ Function բառը չես գրում, ախպեր։ Ձևակալոր ճակերտներ։ Աստեղ էլի սենց, հա։ Աստորակետը։ Նոր դրանց դու մի հատ դուս հավասար է։ Ստրել կա։ Ճակերտը բացի։ Enter սղմի։ Return։ Հիմա տակը նորից փոփոխական սարքի է թազը։ Էլի նույն բանը գրմա տակը։ Էսի դու արդեն ուրիշ բան է, ուրիշ փոփոխական է սարքում։ Const արդյունքը հավասար է add-ը էլի add-ը ինչ ֆունկցիայի համար, add-ը ինչ։ Ասենք 5 6 4 3։ Աշխատացրա։ Առանց console log-ի։ Չէ, console log արդյունք հարը։ Աշխատացրա։ Նույնը։ Չէ։ Պոստը 4 ուտ ես գումարը, այնտեղ ուրիշ թվում գումարը։ Շատ լավ։ Հա։ Ես նույն բանը կարաս գրես այն սովորական ուրիշ ձևով, այսինքն բանան ես, օրինակ const add-ն հավասար է քո առաջին ձևով function, պոստը այդտենց քիչ է գրվում էլ, ես երկուսը ամեն հիմնականներն է։ Դրանք նման են, հա, իրեն այն const add-ով։ Այ երրորդ ձևով գրենք։ Գրի const add-ն, դա կոմենտարա։ Որ ձերքդ բացվի էլի մատը կակած գրել է ձև 3-ին էլ։ Const add-ն հավասար է function որը ստանում է երկու հատ պարամետր վերադարձնում է իրաց գումարը։ Սենց։ Հա։ Այսքան կոպիան ենք տնենք արդեն։ Չէ, ուշադրին նայի և գելաձևներ հիշի։ Բացավ հատիկ նայի։ Հա։ Շատ լավ, դարը հիմա դադարեսը ես կիսվեմ, շարունակենք։ Գնացինք։ Այդպես հիմա այս նույն բանն ենք նարը, ինքը կսես կարաս կոնսոլոգի մեջ մի անգամից կանչես, կարաս փոփոխական սարքես, փոփոխականին 10 փոփոխականը կոնսոլոգան ես։ Նայ, մի հատ էլ էս row function կարճ գերաձև ունի, որ մի անգամից return անում, էլ պետք չի ճակերտ բացես, այսինքն այս, նայ, էսի կարճ գերաձևն է։ Ուզում եք պատկասը քառակուսին անենք, սենց չէ, պիտի անենք մեր նորվա իմացած ձևով։ Հա։ Սենց չէ, պիտի անենք։ Ինքը ստանար number, սենց պիտի number ճակերտով ստանար, ու return աներ նամ անգամ երկու, չէ։ Հա։
Այսի կարանք կարճ ցածգերենք։ Ստանում եմ նամ, վերադարձնում եմ նամ անգամ, դες սիրուն կարճ։ Ասում ես double-ը հավասար է մի հատ ֆունկցիա, որը ստանում եմ նամ, վերադարձնում եմ նամի քառակուսի։ Կամ ստանում եմ նամ, վերադարձնում եմ նամի քառակուսի։ Կամ բազմապատկում ստանում եմ երկու հատ բան, վերադարձնում եմ իրանց բազմապատկածը։ Ֆիքսեցիր։ Ինքը հեշտ է, ասած ընդհանուր իրանց նամիֆերիշի։ Շատ լավ։ Ինքը return-ը հասկանում։ Այսի ստե ավտոմատ ինքը return-ը հասկանում է, իսած կարճ միատողանի բաները։ Հիմա նաև կարա մի քանի բան կատարվի ֆունկցիայի մեջ։ Օրինակ calculate ֆունկցիան ունենք, որը ստանում է երկու հատ թիվ, ու նախ վերադարձնում է քանակ բանը գումարը, այսինքն առաջին թվին գումարում է երկրորդ թիվը։ Հետո վերադարձնում է product, որը a անգամ b-ն է, այսինքն բազմապատկածը։ Հետո երրորդ ինչ անում։ Վերադարձնում է երրորդ չկա, գումարն ու return-ը։ Իսկ գիտի երրորդ։ Երրորդը return-ը պրոստը անում։ Ոյակա ֆիքսեցիր։ Շատ լավ, անցանք հաջորդին։ Ինչ անում ստեղ։ Так, ունենք էլի մի հատ փոփոխական։ Իա մեջ կա add-ն երկու արժեք։ Ապրես։ Սա արդեն ստե ֆունկցիաներ են, մեջն էլ։ Մատկացես որ երրորդողն ես նայեմ ասեմ։ Ես 88 է։ Նայ։ Մի հատ ունենք ապրես, ասած global object, արի ես մեկտավանեմ։ Սա ունը օբյեկտ է, էլի, որի մեջ մենք ունենք արդեն պատրաստի մի քանի հատ գրած ֆունկցիա, ասած բաներ կարանք, էլի։ Ոնց որ մի հատի որ հատիկ չսարքենք օպերացիա 1, օպերացիա 2, օպերացիա 3, մենք մի հատ սարքում ենք օպերացիայի ընդհանուր կոպիտ ասած օբյեկտ, որտեղ ընդհանուր պահում ենք օպերացիաները։ Մեր մոտ օպերեշններն է, այսը պատկասը գումարում հանում, բազմապատկում բաժանումն է։ Հասարակ կալկուլյատորի վրի բաները։ Ինքը օրինակ add-ի ժամանակ, ասենք եթե մենք ասեմ operation-ի add-ը կանչի, պատկերացրու ոնց որ խումբ ես էլի ունենում։ Հիմա դու կասես համ add-ը կանչես, համ բազմապատկածը կանչես։ Հիմա կալկուլյատի վրա հատիկ անում եք ямар ֆունկցիա չեն գրես, ասես մատ ընդհանուր գրել են, չէ՞։ Օպերացիա գումարի դեպքում երկու հատ ստացած թիվը գումարի, համնած դեպքում հանի։ Պատկերացրու, չէ՞, այսքանը։ Հետո իրան կոնսոլով կանչել է, այո, էկրանին տպի։ Ու կանչել է իրան միջի add-ը։ Չէ՞, ասում օպերացիայից մեջի add-ը մենակ կանչի 5 եւ 10 թվերի համար։ Ինչ անելու որ կանչի։ Add-ն 15 գումարի 5։ 15 գումարի 5 ու վերադարձնի, չէ՞։ Շատ լավ, այսքան հասկացանք։ Անցանք առաջ։ Այսի նույն այդ callback function-ներն է։ Արի հասկանանք ինքը ինչ անում։ Նայ, մենք ունենք process number ֆունկցիան, չէ՞։ Որը ստանում է ինչ։ Որը ստանում է երկու հատ արժեք։ Երկու հատ արժեք է ստանում, մեկը error-ը, մեկը operation։ Ինչի համար է պետք, նայ։ Մենք սա անթեթև առնչվել ենք զանգվածին, հիշում ես, որ ասում էի, որ կարանք հատիկ փոփոխականներ չսարքենք, կարանք գլոբալ միտեղ սարքենք, այսինքն, հիշում ես, ասում ես, այս չակերտի մեջ, ոնց որ լստես զամբյուղ էլի, պատկասա մրգեր, բաներ, միանգամից կարաս լսես։ Հիմա պատկասա, մենք ուզում ենք միանգամից 1 2 3 4 5 հետ գործողություններ կատարենք, որ հատիկ իրանց համար չկանչենք, քառակուսի բարձրացնենք, ուզում ենք միանգամից սաղի համար անենք։ Պատկասի, չէ՞։ Արեսի դնեմ ընդեր, ռանտամ միաժամանակ նայենք։ Նայ։ Հիմա այս ֆունկցիային չանդրադառնանք, մի հատ արի անդրադառնանք այստեղին։ Մենք ունենք number, որը թվերի զանգված է։ Այսինքն իր մեջ լսած լիքը թվեր կա։ Մենք ուզում ենք, որ էկրանին տպի այս թվերի օրինակ քառակուսին։ Չէ՞։ Ոնց պետք է անեմ։ Ունենք մի հատ պատրաստի ֆունկցիա process number, որը առաջին պարամետրով ստանում է
թիվ ու երկրորդ պարամետրով callback, հեսա կասեմ callback-ն ինչ է, callback-ը ինքն իրան կանչելն է, եւ ոնց որ ամեն մեկի համար հատիկ կանչում է։ Հա։ Մատեր ունենք process array։ Հիմա նախ առաջինը array state սկսենք։ Ես կանչել եմ process array-ը numbers-ի համար ու ասել եմ ինչ number ստանաս, վերադարձրա process array։ Number անգամ 2։ Հա։ Պատկացիր, չէ՞։ Հա, մոտավոր հա։ Իսկ այս process array-ն ինչ էր։ Դա մեր ֆունկցիայի անունը չէ՞։ Հա, ֆունկցիայի անունն է։ Ինքը ինչ է ստանում։ Արջան ձեռք գնաց։ Օպերացիոն։ Եկավ հիմա լսվում է։ Ներող կնես Արջան, մա զանգին պատասխանեմ շարունակենք, հա։ Հալո։ Սա զանգ եկավ, զանգից պատասխանեմ շարունակենք, հա, ախպեր։ Ալո։ Այո։ Գևորգն է։ Հա։ Չէ։ Ձենից չէ։ Հա, Գևորգ։ Աջան։ Հա, կարաք տուն ուղարկեք, կամ պապային ասեմ գա վերցնի։ Ես քաղաք եմ։ Չէ։ Հա, կասեմ հեսա գաք վերցնի, հա։ Հա, վաղ գաք վերցնի։ Հա, նկար կարամ ուղարկեմ։ Հա, թողա կոդը գա կասեմ, ես համարին թողա կասեմ։ Հա, կբերի, յուղում կակ մասնագիր, կբերի։ Չէ, դժվար պետք կլինի, յուղ չեմ էլ գալի տենց։ Հա, հեսա պապային կասեմ, կուս կակ վերցնի, պասպորտ յուղում ունեմ, եթե կբերի։ Հա։ Անպայման։ Բարիք շեծես։ Արջան, շարունակենք։ Հա։ Աստենք ասեն այ։ Ունենք process array function-ը, որը ստանում է ամյա զանգված, այսի զանգվածն է։ Ու օպերացիա։ Հա։ Հիմա պատկասա օպերացիան մենք ենք որոշում, էլ ինչ օպերացիա տանք։ Հա։ Ասենք մենք ասում ենք իրան քառակուսի բարձրացրա, իրան խորանարդ բարձրացրա։ Պատկասիր, չէ՞։ Հա։ Հիմա նայ, ինչ պիտի անի, պիտի էթա մի հատ դատարկ զանգված սարքի, ցիկլով պտտվի բոլոր մեր փոխանցած թվերի վրայով ու ամեն մեկի քառակուսի բարձրացնի ու վերադարձնի։ Լավ, արի ես օրինակը մի քիչ հետո նայենք, որ արդեն array-ն անցածն ենք, ստե push-ը, տեսա որ push-ել ենք օգտագործել, մենք էլ array չենք անցել, էլի, որ այս push-երը սա բացատրեմ։ Արի, էսի թողենք այս օրինակը մի քիչ ավելի 2 դաս հետո կանցնենք։ Արի տանք դասին։ Մերը 8-ներ։ Էսի 2 դաս հետո կանցնենք։ Չեմ ուզում էլ ինձ բանը իմացեմ, որ չենք անցել։ Շատ լավ, հիմա այս ֆունկցիան փորձենք մեկնաբանենք, ինչ է անում։ Ունենք մի հատ ֆունկցիա, անունը create multiplayer, ու ունենք արժեք, factor։ Ինքը բանն է, արժեքն է, որ ստանում է մեր ֆունկցիան։ Հա։ Հետո ունենք մեջը return, այստեղ Այս ֆունկցիան ինչ ժամանակ է։ Return մի վարքյան։ Որ ինչ-որ բան ֆունկցիա, որը ստանում է մի հատ թիվ ու վերադարձնում է ինչ որ մենք ստացել ենք
անգամ էդի։ Այսինքն իրասինք մենք տվել ենք պատկասը 5 անգամ 5, հիմա նայ, սա իրական չնայ։ Մենք const double-ը հավասար է, կանչել ենք 2-ի համար։ Հիմա ոնց որ էս double-ը դառնում է ֆունկցիա նորից։ Հիմա մատը պիտի double-ը կանչեմ 5-ի համար։ Այսի բարդ case-ը ավելի, այսի բայց պիտի խորը նայենք, էլի որ հասկանաս ավելի։ Նա այսի ֆունկցիայի կանչնա ֆունկցիայի մեջը։ Այսի մի քիչ բարդացրած, հա։ Սա շատ քիչ է օգտագործվում, բայց նայ, փոչից կանք։ Մի հատ մենք սարքել ենք փոփոխական, որ հավասարեցել ենք create multiple 2-ին, չէ՞։ Կանցել ենք create multiple։ Create multiple-ը ստանում է օրինակ 2, չէ՞։ Ու վերադարձնում է ֆունկցիա։ Այսինքն մենք եթե ուզում ենք էսի CX-եր աշխատի, մենք մի հատ էլ էս double-ը պետք է կանչենք ուրիշ թվի համար, 5-ի համար։ Ինքը որ այդա 5-ը վերցնի, դնի նամի տեղը, նամ անգամ 2-ան, 2 անգամ 5 10 դառնա։ Այսի շատ բարդացած case-ա, բայց խորն է, ինքը sense հանդիպում է երբևէ, էլի։ Մատ նորից արի խորը հասկանանք։ Էսի ֆունկցիայի կանչնա ֆունկցիայի մեջ։ Էսի ֆունկցիա է, չէ՞, ասես մենք տեսանք ստրելշտի ֆունկցիա էր էսի։ Հա։ Մենք տես բայց նամ չունենք։ Չէ՞։ Առաջին անգամ նամ չունենք, մենք factor ստանում ենք։ Մենք factor-ը ստացանք 2։ Ինքը 2-ը վերցրեց, հիշեց 2-ը, ու ասում է հաջորդ անգամ հենց դու որ կանչես այս double-ս, ինչ արժեք տաս, ես էդի կբազմապատկեմ քո նախկինում տված 2-ի հետ։ Եթե մեզ քեզ բարդ թվա նորմալ է, արճար մենք React-ով էսի խորն ենք անցնելու։ Բայց sense այս օրինակը պետք է էլի դու իմանաս, տեսնես, ինքը ամենաբարդ case-ից է ֆունկցիայի, բայց լավ օրինակ է, էլի, բա տանը փորձի։ Հիմա էսի որ ասես կանչեմ, նայ, հեշտ ձև կա, պրոստը ես կարայի 2 հատ թիվ ստանայի, բազմապատկի, բայց ինքը 2 անգամ խառը կանչել է, էլի, sense։ Բա տանը փորձի ես քանը, փորձինք նույն հասկանաս, եթե չէ նորից իր հետ փորձենք հասկանանք։ Հա։ Նայ, հիմա արի ես նույնը այս օրինակով նայենք ախպերս։ Հիմա նայ, պատկասա մի հատ ունենք ֆունկցիա, մի հատ փոփոխական say hello է անունը, ու մենք կանչում ենք այս create greeting hello-ի համար, ինքը այսինքն կանչում ենք այս ֆունկցիան, փոխանցում ենք hello բառը։ Ինքը վերցնում է, ասում է ես պիտի հետագայում հենց կանչեմ say hello-ն, ում համար որ կանչեմ, օրինակ Ալիսայի համար։ Ինքը պիտի ասի hello Ալիսա։ Հա։ Բայց փորձի ինքնին նայես խորը նայի, հարցերը տուր, էլի, ես գիտեմ որ ինքը հիմա քեզ կարող բարդ թվա։ Այս ներքև մասը էս const-ի console-log-ի պահը հասկացել եմ, return-ի պահն է մի քիչ։ Նայ, ախպերս, այս console-log-ի մեջ այս մասը իրականում բարդ է, ես չեմ հավատում, որ հիմա դու լավ հասկացել ես։ Նայ, say hello-ն ի՞նչ է։ Դա մեր փոփոխականի անունն է։ Անունն է, բայց մենք say hello-ի փոփոխականի մեջ տվել ենք Ալիսա։ Սես բան տեսել ես, չեն կարել, չէ՞ երբևէ։ Ֆունկցիա չի, բայց էսի ֆունկցիա չի։ Բա ոնց ենք մենք իրան փոխանցել։ Փոխանցե։ Հա։ Մենք իրան ֆունկցիայի նման կանչել ենք, չէ՞ Ալիսայի համար։ Որովհետև ախպերս, այս քայլը որ մենք return ենք անում, ասում ենք դու այս create greeting-ը ում համար կանչես, մենք վերադարձնում ենք, որ ինքը ֆունկցիա է դառնում։ Մենք create greeting-ը կանչել ենք hello, ու դրել ենք say hello-ի մեջ, բայց սա գալիս say hello-ն դառնում է ֆունկցիա, որ հետագայում հենց ես կանչեմ say hello, ում համար որ կանչեմ, վերադարձնի hello։ Էսի զամիկանին է, էլի ավելի շատ sense հարցազրույցներն են sense հարցեր տալի, քան սա ռեալ պրակտիկայում։ Ռեալ պրակտիկայում համարյա չի հանդիպում, բայց հարցազրույցներն շատ են տանջում։ Բայց ես քեզ պետք է տենաս, նորից տանը թեստի փորձի անես։ Հիմա էսի օրինակները ավելի հեշտից եթանք, որ հասկանալի լինի։ Առաջինը state, ինչ անում էսի։ Ունենք մի հատ ֆունկցիա, անունը square, քառակուսյա նշանակում, որը ստանում է ինչ։ Որը ստանում է նամ արժեքը, ինչ որ թիվ, ու return այդ ու թիվը բազմապատկում ենք ինչ որ թվով։ Շատ լավ։ Հիմա արի դու background կիսվես, սրանք գրենք իրար հետ։ Համել ձեռքդ բացվի։
Ներաշտել։ Հիմա մի հատ ֆունկցիա ես գրում, որը կստանա մի հատ պարամետր, մի հատ արժեք ու կվերադառնի իր քառակուսին։ Ֆունկցիա անուն ինչ գրենք։ Ֆունկցիա գրի square, այս քառակուսի square-ը կամ քառակուսի գրի հայատար։ Մի հատ էլ նամ։ Return-ով չէ՞ էլի։ Հա։ Ինչ պետք է անենք։ Դու վերադառնաս իր քառակուսին։ Return-ամ անգամ ուղղակի այդ թվի քառակուսին։ Հա, թվի քառակուսին ո՞րն է։ Թիվ անգամ թիվ, չէ՞։ Ասենք Չէ, դի նամի նամ աշճանը դուրեցի, մանպես կա նամի կամ նամ աշճան երկուս պիտի գրես, կամ նամ անգամ նամ գրես։ Հա, ուրեմն լավ։ Հիմա աշխատացրա, օրինակ 6-ի համար։ Արդեն const մի հատ գրենք։ Const Sense Աշխատացրա, տեսնենք աշխատեց։ Ինչ ասում։ Num is not defined. Դու նամն ես կանչել, ինքը num 6 ոնց հասկանա։ Դու արդյունք հավասարի num 6 ես գրի։ Դու num անունով ֆունկցիա ունես։ Հա, չէ։ Աշխատացրա։ Հիմա ասպես, անենց արա, որ մենք չկարանանք մինուսով թիվ տանք այս ֆունկցիա։ Հիմա գրի -2 օրինակ։ Քառակուսի -2։ Դες մի անում, հա, ինքը աշխատում է -2-ի քառակուսին, որտեղ 4 տա։ Ու նենց արա, որ ինքը բացասական թիվ, մեկ էլ 0 չկարանա տա։ Բացասական թիվ 0։ Բացասական թիվ 0 չկարանա հանգար ստանա ամով։ Հենց դա դու կոնսոլոգով տպի ասա, դուք տվել եք բացասական կամ 0 թիվ։ If թիվը թե փոքր կամ սկսեմ, մտածի։ Հա, ասեղ նամ ենք գրում արդեն քառակուսի տեղը։ Նամը կոստացած թիվն է։ Հիմա պետք է հասկանաս նամը եթե ի՞նչ է։ Եթե փոքր է կամ եվարկյան հավասար է 1-ին, որ ցածր չլինի։ Փոքր կամ հավասար 1-ին, շարքումը 1 էլ դու տաս, ինքը խնդիր է, չէ՞ տալու։ Հա, ուրեմն եթե ինքը փոքր է 0-ից կամ 0-ի է, այտենց։ Հա, ոնց կգրես։ Կամ հավասար։ Եթե ինքը փոքր է 0-ից եւ նամը հավասար է 0-ին, sense։ Բայց խես գրե նամը մեծ է 0-ից։ Եթե մեր թիվը ավայտի փոքր գրենք։ Չես կարա մի անգամ գրես փոքր կամ հավասար։ Փոքր։ Հա, կարանք։ Դեմ փոչա վերորդ։ Հա, եթե փոքր կամ հավասար ինչ։ Եթե փոքր կամ հավասար է 0-ից, ուրեմն կոնսոլ լոգի մեջ գրել։ Շատ լավ աշխատացա, բայց ինքը չաշխատելու։ Դες դու -2 կանչի չաշխատես, կարաս ասես խի։ Մի որքան
Կարող է if-ը դրա մեջ չենք գրում, թե Մտածի, հիմա տող արտող կարդ ինչ ես արել։ ֆունկցիան քառակուսին անգամ նա ես if մեջ հա խնդիրը Ուշադիր տող արտող նայի, փորձի մեկնաբանես կհասկանաս։ Ունենք ֆունկցիա անունը քառակուսի իր արժեքն էլ նամ ինչ որ թիվ ունենք իրան վերադարձնում ենք մեր թիվը եւ բազմապատկում մեր թվով Ապրես։ ու եթե մեր թիվը փոքրական հավասար է 0-ին ուրեմն կոնսոլոգի մեջ տպեք որ դուք չեք աշխատում։ Տող արտող, չէ՞։ Հա։ Հիմա տող արտող աշխատում է։ Առաջին տողը կարդաց ֆունկցիա։ Նախ 7-րդ տողն ենք ասել, -2-ի համար կանչելա քառակուսի ֆունկցիան։ Քառակուսի ֆունկցիան գտնվում է առաջին տողում։ Բարսանում է ասում առաջին տող։ Տենում է դու փոխանցել ես -2, ասում է վերադարձրա -2 անգամ -2, 4, ինքը վերադարձրեց։ Ու всё, դուս եկավ։ Հա, if-ը յանից վերև պետք է լինի, հա, արդեն նախ իրանից ոչ միայն իրանից վերև պիտի լինի։ Ինչ պիտի ես return-ից հետո ոչի բան չես կարա գրես։ Return-ից հետո բրծնում է։ Return-ը բրծնում է։ Հիմա նայ, հիմա դու ասել ես եթե նամը փոքր 0-ից սենց, հակառակ դեպքում միայն բազմապատկի, դե գրի else, չէ՞։ Միայն հակառակ դեպքում է, չէ՞, մեզի պետք որ ինքը քառակուսի բարձրացնի։ Բայց կոնսոլով պետք չի, մեզ պետք հակառակ դեպքում վերադարձնի նամ անգամ նա։ Դա արդեն կարանք տնենք իրա մեջ, էս մեր տողը։ Հա, բա ոնց։ Մա տարբեր ձև է թեստ արա իրան։ Չեք կարող զրես փոքր թիվ գրել underfind։ Արդեն նորմալ է։ Հասկացար, չէ՞։ Հա։ Դու շարդի նայի, միշտ հիշի, որ return-ից առաջ, return-ից հետո ինչ գրում ես չի աշխատում։ Հիմա ապրես։ Էս else-ից դուրսել։ Else-ից դուրսել, else-ից դուրս ինչ ուզես կարաս գրես, պրոստը else-ից դուրս հիմա ինչ գրես, եթե ինքը else-ի մեջ չմտի աշխատելու է։ Բայց ես return-ից հետո գրես չի աշխատելու, էլի։ Այսինքն պատկերացրու ինքը if-ի case-ի մեջ է մտե, կամ if-ի case-ի մեջ չի մտե, else-ի case-ի մեջ է մտե։ Դեպքում ինքը else-ին է աշխատում, բայց ինձ if-ի case-ի մեջ if-ի case-ի մեջ է մտե, հիմա կարաս այդ 8-րդ տողում console log գրես։ Մտարա։ Ու լավ տպավորի մոտդ։ Գրի ինչ-որ տեքստ գրի մեջ, հա։ Հիմա անես թիվ տուր, որ ինքը մտնի առաջին տողի մեջ, էլի, այսինքն if-ի մեջ մտնի։ Այսինքն 5-ը նորմալ է, էլի։ Հիմա ասենց աշխատացրա։ Չես պահպանել, թե պահպանել ես։ Չէ, պահպանել եմ։ Դրատել աշխատացրա։ Դա ինքը որտե՞ղ է մտել, if-ի մեջ չի մտել, ինքը մտել է else-ի մեջ, չէ՞։ Հա։ Որտեվ ինքը ասում է, եթե փոքր 0-ից գրի, իսկ ինքը փոքր չի 0-ից, նորմալ է։ Միանգամից վերադարձել է, ինքը else-ից հետո չի կարդացել։ Իսկ հիմա այս բանտուր որ չէ հերիքի։ Չբավարար է, ասենք դու -2, -3, -5։ Տես, -5-ը հերիք չի, որ երրորդ տողի կոնսոլը տպեց։ Մի հատ էլ if-ը բրծավ, 8-րդ տողի կոնսոլը տպեց։ Հա։ Տեսար, ինքը որտեվ if-ի case-ի մեջ է մտել, else-ի մեջ չի մտել, return չի արել, շարունակում է աշխատել։ Իսկ undefined-ը չի հատապում, էս Որը։ Էս undefined-ը։ Undefined-ը մատնորից կաշխատացնես։ Արի հասկանանք undefined-ը չի հատապում, արդյունք։ Մի վարքյան։ Հա, որտեվ մենք return ունենք, որը ոչի բան չի վերադարձնում, դրանից է պատճառը։ Հա։ Մի վարքյան, console-ով արդյունք։ Դուք չեք կարող տպել, հա։ Որից հետո if-ից դուս եկել մի console-ով նա տպե։ Որից հետո մի հատ տպել է undefined։
Մատ կոպի կանես այս կոդը կհարցնես խի undefined տպում ձեր հետաքրքրես պիտի չտպեր։ Զրա շատ հետաքրքիր undefined տպում ենթադրում եմ որ կարող return-ից լինի, բայց հետաքրքիր է, արի մոտ նայենք։ Մատ հիմա այդ քո բանը արդյունք տպի, այդ քո պատասխանը տպի ինք որ տենը։ Կոնսոլի մեջ եղած տպի իրան գրքի։ Այդ undefined այդ գրքի, ասա why they show me undefined։ Կամ ռուսերեն կազգես ոնց ուզես։ Էսի չի հասկանաս հայրը։ Հասկանա գրքի։ Հա, դες ասում է return չկա, հա։ Այդ եմ ասում է if-ի արժեքը աշխատում է, ինքը դի քեզ ավելի շատ նախազգուշացում է տպում, որովհետև if-ի մեջ ասում է if-ի մեջ աշխատել է, console log-ը ուղղակի տպել, բայց դու ասում ես պրոստը console log ես արել, ոչ մի բան չես անում, ասում ես ինչ որ բան վերադարձրա, որ ես չշարունակեմ աշխատել, տես։ Այդ իր ապահովության համար քեզ տպում, որ դու իմանաս, էլի։ Մենք հիմա վատ բան արեցինք, որովհետև մենք մատել if-ից դուրս console log գրեցինք, ինքը ճիշտ է աշխատեց, բայց ասում ես տես մի արա, էլի, ասում ես, եթե if-ի մեջ if ունես, այնց արա თუ if-ի մեջ console log-ից հետո դուրս գա return անի, որ հանգարտ ուրիշ բան չտպի։ Հա։ Պետք է չէ, ուղղակի մեր սովորելու համար տպեցինք։ Շատ լավ Արշջան, հիմա ախպերես, նայ, էսի կոմենտարա, իչ մի քիչ ներքև հաջորդը գրենք։ Հիմա ախպերես, դու պիտի բան անես, ստանաս թիվ ու հասկանաս ինքը դրական է թե բացասական։ Ու եթե դրական է, էկրանին տպես ձեր թիվը դրական է, կամ բացասական է, ասի ձեր թիվը բացասական է։ Ավայ ֆորն եմ գրում։ Function բան արել, իմա տես սելեշնի ֆունկցիա գրի, որ ձերքդ բացվի։ Ստերելիչնին հայտի լեթով։ Լեթով կամ կոստով, ավելի շատ կոստով։ Ֆունկցիայի անունը։ Const չգրենք։ Անունը գրի բացասական։ check position, check positive։ Իրար կապած ախպես positive մեծատարով։ Ահա, positive։ Ստուգել դրական թե չէ, էլի։ Հավասար է բացող փակող շակերտներ, կլոր։ Ինքը ստանում է ինչ։ Մի հատ թիվ։ Մի հատ թիվ։ Նա ու վերադարձնում է հավասար է չակեր, slack։ Չակերտը բացի չէ։ Հիմա ինչ պիտի անենք, պիտի հասկանանք, եթե if եթե մեր նամ նես գրի, որ հասկանանք, հիմա մեր տված թիվը դրական է, թե բացասական։ Եթե մեր number-ը մի վարքյան փոքր է 0-ից, հա, փոքր է 0-ից, հեսա դիտարկես, եթե 0 տված է իրենց։ Հա, եթե փոքր է 0-ից մի վարքյան մատ կանանք հենց գրենք կամ 0-յա։ Մենք ուզում ենք 0-ն առանձին ասենք, հենց 0-նի ասենք ձեր թիվը 0 է։ Հա, ուրեմն եթե մեր թիվը փոքր է 0-ից, ուրեմն ասում ես փոքր է 0-ից, գրում ես մեծ է 0-ից։ Վայ, ելդև խառնենք իրար, ու մեջը տպենք, չէ, արդեն իրար։ Հա, տպի ասա, ձեր թիվը բացասական է, չէ։ Ոստեղ else մեզի պետք է, որ գրենք, եթե ոչ։ Բա ոնց իմանանք դրական է, թե չէ։ Մեզ բա ոչ բան else-ա պետք, մեզ մի հատ if-ա պետք, որ հասկանանք ինքը 0-ա, թե չէ։ Կարանք էդի else if-ի մեջ գրենք երկրորդի։ Կարաս։ Ինքը ձեր է։ Դատի ոնց կարաս անես, հա։
ինչ գրենք չի կարող լինել 0, թե գրենք ձեր թիվը 0 է։ Ոչ, հենց պրոստը գրեք ձեր թիվը հավասար է 0-ի։ Կամ 0 է։ Լավ 0 է։ Թե Լավ, գրի պրծի մատ աշխատած անենք։ Վայ, կեսնենք գրել է, ու արդեն ստեղից դուրս են գալի։ Все. Ինչ եղավ ինձ համար։ Ասես չի աշխատում։ Որտեղ չես պահպանում։ Թե մինուսովը թիվը բացական է ու Շատ լավ։ Հիմա ուզում եմ մի հատ ֆունկցիա գրես, որ կստանա մի հատ թիվ, կամական թիվ, ու կտպի մինչև այդ թիվը եղած բոլոր թվերը, սկսած 1-ից։ Օրինակ 66, ինքը մինչև 65-ը պիտի էկրանին տպի կոնսոլոգով։ Այս սաղ ինչ համար ինքան, որ կամաց ձերքդ բացվի, էլ ես հետագայում ինչ ուզենաս գրես։ Այս սրելիշնիով էլի գրի, սրելիշնի լավ բան է, հետագայում անդադ օգտագործում React-ի մեջ։ Ձերքդ բացվի։ Const-ի անունը ինչ գրենք, էլի։ Ինչ ուզում ես գրի, գրես վերադարձնել թվեր, վերադարձնել մինչև այդ թվերը։ Այնպես բան, որ քեզի հասկանալի է, էլի։ Էլի հեռու գնաց, հասնել։ Այստեղ հավասար ենք դնում։ Այստեղ բացենք։ Так. Այստեղ for-ով գրենք, արդեն թե էլի if-ով պետքա գրենք։ Ոնց ուզես, մտածի։ Մեզ ուղղակի պետք է այնց անես, որ մեզ վերադարձնի մեր տված թվի ցեղած մինչև այդ թիվը բոլոր թվերը։ Մտածի ու փորձի գրես, լավ կանես ինքնուրույն փորձես գրես, էլի։ Մենք անցել ենք արդեն ամեն ինչ։ For-ով, լավ, փորձի։ For-ով։ Так, մտածենք ստեղ սկորել է։ Ոչ չեմ պատկերացնում։ Մի ախպեր ես, for-ով ոնց է սկսում։ For-ը սկսում է, պիտի ասես մեզ պետքա որտից 1-ից մինչև այդ թիվը, չէ՞։ Հա։ In հավասար է 1, let in հավասար է 1։ In փոքր է։ Կամ հավասար է նամից, հա, արդեն։ Ու I++։
Եթե վարկյան Ինչ պիտի անես հիմա։ Հիմա մեր նամին արժեք տանք, ինչ որ թիվ տանք։ Հիմա նայ ախպես, նամի միջև թիվ տալու, դու ինչ պիտի ես, պիտի կոնսոլոգ անես, ինչ։ Արդյունքը։ Նայ, չէ, նայ ախպես։ Մենք տվել ենք մի հատ ֆունկցիա են գրել, որը ստանում է թիվ։ Մենք մի հատ ցիկլով պատտվում ենք, սկսած 1-ից մինչև այդ թիվը, օրինակ այդ թիվը մոտովի պատկաստենք 5-ը։ i++ ենք անում։ Հիմա առաջին քայլում մեր in հավասար է 1-ի։ Այս պետք է հերթով բոլոր թվերը տպենք, չէ՞, ինքն կոնսոլոգ պիտի անենք պրոստը in։ Հա։ Պատկասիր խի։ Հա, որ i-ից սկսած տպի, 1-ից սկսած։ սկսած։ 1, հետո 2, հետո in 3, հա, որ կոնսոլոգ անեմ i, ինքը մինչև այդ թիվը բոլոր թվերը կտպի։ Հիմա փորձի աշխատացնես։ Հիմա ինչ որ բան ցույց կտա, բայց հա, քիչ պետք է ցույց տա։ Դե հիմա դու կանչես իրար։ Հա, պետք է կանչենք։ Աշխատես, չէ՞։ Հա։ Շատ լավ։ Հիմա ախպերես։ Գիտես ինչ արի անենք։ Ինչ անենք, որ ստեղ ձեր կտավի լավ բացվի։ Մի հատ ֆունկցիա պիտի գրես, որը կստանա թիվ ու կհասկանա ինքը զույգ է թե կենտ։ Ու եթե զույգ է, կասի ձեր տված թիվը զույգ է։ Ու այդ ֆունկցիան կանչես տարբեր թվերի համար մի քանի անգամ, ասենք 5-ի համար, 8-ի համար, 4-ի համար։ Ու ասենք 1-ի համար տպի կասի ձեր ասենք տպի օրինակ 4-ը զույգ է, 8-ը կենտ է, կամ 8-ը զույգ է, 3-ը կենտ է, պատկասիր, չէ՞։ Հա։ Դարի գրենք, հեշտ է։ Վարկյան մատ յետի պետի if-ով կանենք if Ստեղ արդեն էսենք չէ գրում նամի տեղը։ Զույգ կենտ, չէ, նայ, դու գրես ֆունկցիայի տանունը։ Հա, ոյ։ Մեզ ստեղ նամն է պետք, բայց նամը սենց ենք գրում։ Հա, բանց։ Թե կա, հա։ Բայց զույգ string է։ Չէ։ Նայ, իմաստը ո՞րն է այդպես սիրուն ձև, որ թեք չակերտներ դնես, հետո մի հատ էլ պետք է տես կլոր չակերտներ դներ։ Չէ, իա մեջ կանան գրենք հենց։ Իհարկե։ Ուղղակի էս կետն է, պակաս։ Վայ, դուրսն եմ գրե։ Հետո ջնջի, այդ աջա մեջը սկսի գրել, սիրուն կգրվի։
Հակառակ դեպքում Վարկյուն իրան կարանք սենց գրենք ոնց ասենք նամս նամով չես կարող պես քո ֆունկցիայի տանունը նամ չի հա վայ ճիշտ է մենք նամի տեղը հենց նամը 4-ն է չէ՞ մեր նորմալ է չէ հա սկելա ձևը նայի նորից ֆիքսի արժամուտ այնքան պիտի գրես մինչև ձեռքդ բացվի էլի սաղի համար մտես հիշել է սաղ հա շատ լավ դե հիմա ստոպտի ես շեյր անեմ շարունակենք Վարկյան գնացինք արճա հիմա այսի մեր 8-րդ դասներ 8-րդ դասը համարյա պրծնում ենք այդ նույն օրինակներ է պոզիտիվ բան այս full name-ը պատկաստ մեջ չէ ոնց աշխատում երկու հատ բան ստանում անուն ու ազգանուն կպցնում է իրար պրոստը ստեսես բաներ կա կարաս փորձեսնես էլ պրոստը չեն կանցես այս բան բայց կարաս ժամանակավոր ռանտաս տենաս ոնց աշխատում մենք այս բաների մասին խոստացել ենք էլ այս ამ երկու դաս հետո տեսած խոստացել ենք ֆունկցիաներ են գրելու պրոստը հələ չեն կանցել կարաս յանց ուղակի ռանտաս մի քիչ ժամանակի շուտ որ տված է պրոստը եթե ժամանակ ունես նայես էլի իսի դրա ուղիչ թեմա է շատ լավ այստեղ հիմա սետ կոտնային էսի է ախպերես դա ինք ինչ անում վերանայ տալիս ես դու առաջինը տալիս ես թիվ ու ինքը պիտի հասկանաս ինքը թիվա թե թիվ չի հա ոնց կաս հասկանաս թիվա թե թիվ չի մի վարկյան պետք է այսօր ոնց որ ուզում եի փորձել բայց տենց է չփորձիմ մենք հիշում ես անցել ենք type-ի մասին առաջին դասն կարաս հետած գտնես մենք պատրաստի ֆունկցիա ունենք որ վերադարձնում ենք ինքը վերադարձնում է իր type-ը string-ը number-ը հա հիշա հա IT պատրաստի ֆունկցիա կարաս օգտագործես կակրած հիշես էլի տաբերակներից մեկն է вообще լիքը տաբերակներ կա char կոդեր կա դրա մասին հետո խորը կանցնենք բայց հիմա կարաս պատրաստի ֆունկցիան օգտագործես այդ ֆունկցիայի մեջ էլի այսինքն ֆունկցիա գրես որը կստանա թիվ կստուգես արդյոք իր type հավասար է number եթե number ասում ես ձեր տվածը թիվ է հետո փորձես ֆունկցիայի string փոխանցես ինքը կտասենք պիտի տպի ասի ձեր փոխանցածը թիվ չէ string-ի օրինակ Ստեղ քառակուսի բարձրացնել, երանկյուն բարձրացնել ես մեկը նայ, այս մեկը ինքը array է ուզում, բայց դու սովորական թվով կանես, պետք է բան անես, օրինակ պատկասը ստանում ես 4 հատ պարամետր, 4 հատ տարբեր թվեր, 1 2 3 4 պատկասը։ Ու իրաց միջինը պետք է տպես էկրանին։ Հա։ Ոնց պետք է անես։ Մեր այդ թիվը կբազմապատկեմ երկու թիվի միջինը կգումարենք իրար, կբաժանենք երկուսի։ 4 թիվը ուրեմն գումարենք իրար, բաժանենք երկուսով, հա։ Օրակապ, հիմա հաջորդն է մաքսիմում 9, ստանում ես 3 հատ թիվ, պիտի հասկանաս իրենց ամենամեծը որն է։ Ոնց ես մտածում, ոնց կարաս իմանաս որն է ամենամեծ թիվը։ 3 հատ թիվ ես փոխանցել, ոնց հասկանաս, կամ 4 հատ կամ 5 հատ որն է ամենամեծը։ Դա տարբեր ալգորիթմներ կա, էլի։ Չեն կարող։ Ոնց կարաս իմանաս ամենամեծը որն է։
Ահա։ Շա մտածեմ։ Մտածի։ Պատկասը ստացել ես ֆունկցիայի մեջ 3 հատ թիվ վերևը։ Ահա։ Երկու հատի դեպքում հեշտ է, չէ՞։ Երկու հատի Երկու դեպքում հատի։ հասկանաս A ու B է ստացել, եթե A-ն մեծաբե է, ուրեմն A-ն ամենամեծը, return A։ Եթե չէ, return B։ Եթե երկու հատի դեպքում հեշտ է, բա հիմա որ 3 հատ է։ Ահա։ Так 3 հատ թիվը։ Կարանք էլի տենց անենք, հա, Բա որ 5 հատ թիվը։ 5 հատ թիվ։ Հատիկ իֆելսով չես ստուգի, որն է մեծը։ Դե հա, այդ իմ քիչ սխալ կլինի։ 20 հատ թիվ է։ Ահա։ Դի քեզ տնային որ մտածես ախպես մի քիչ։ Մտածի, վաղը Հա, հա։ վաղնա չէ՞ մոտ 10-ը։ Ահա, Հա, դե մտածենք մինիմում ու մաքսիմում, էլի։ Մտածի ոնց կարաս անես։ Նույնա միջինը ախպերես, ոնց կարաս անես, որ հասկանաս իրաց միջինը որն է։ Ասենք պատկասա միջինն է, դու 5 թիվ ես տան, ոնց իմանաս 5-ի բաժանես, 6-ի բաժանես, դու չգիտես թվերի քարակը, ես պիտի անես, որ հասկանաս մի քիչ Google-ի, կգտնես էլի լուծումը։ Հա։ Շատ լավ, դե արդեն 10-ի մասն եմ խոսում, էսի արդեն ամփոփում էր 10-ի։ Էսի ընդհանրապես էս if-else-ի երկրորդ դասն, if-else for-ի, կներես function-ի երկրորդ դասն էր։ Արի մի քիչ երրորդից նայենք։ Բայց քո տնայինը երկրորդից էլ, ես երրորդը մի քիչ առաջ ենք անցնում, ուղղակի ժամանակ ունենք։ Նայենք ախպերս, նայ։ Մի հատ ունենք փոփոխական դուրսը։ Անունը global է դրած։ Որի գրբեջ գրած է I am global, ես global փոփոխական եմ ոնց որ։ Ինքն է բոլոր տեղ երևում է։ Հիմա նայ ախպերս։ Դու այս global-ը կարաս դաժե ֆունկցիայի մեջ մի հատ ուրիշ ֆունկցիա ունենաս, ID global դե console log անես։ Հա։ Այս global-ը նա եթե դուրս ես կանչել, ինքը ֆունկցիայի մեջ հասանելի է։ Հիմա այստեղ ինքը ենք սենց արել, որ դու տենաս օրինակ նայ։ Մի հատ մենք ունենք ֆունկցիա outer անունը, որի մեջ ունենք մի հատ ֆունկցիա inner։ Չէ՞։ Հա։ Հիմա նայ, մի հատ փոփոխական է սարքած out_var։ Պատկասեմ, այս առաջին անունների մի նայ։ Մի հատ ֆունկցիայի մեջ, այս առաջին ֆունկցիայի մեջ կա փոփոխական։ Մեզ փոփոխականը հասանելի կլինի այս ֆունկցիայի մեջ։ Հա, կլինի, որտեվ եւ ընդհանուր մի ֆունկցիա է։ Բարձր է հասանելի կլինի։ Հիմա ախպերս նայ, inner-ի մեջ էլ մի հատ ֆունկցիա ունենք I am inner։ Հա։ Հիմա այս I am inner հասանելի կլինի այստեղ, որ console log անեմ։ Չէ, երևի որ դուրս է իրանից արդեն։ Որտեվ ինքը inner-ը դուրս է, էլի, այսինքն ինքը մենակ իր տիրույթում է հասանելի, էլի։ Էսի որ const-ի ու let-ի տարբերություններ, հիշում ես, չէ՞, իսկ const-ի ու let-ի նույն բանն է, իսկ եթե var լիներ, ինքը հասանելի կլիներ։ Հա։ Շատ լավ այդտեղ է ասում։ Ըստեղ արագ increment decrement-ի գրած ֆունկցիան է։ Ինքն է, ինչ անում։ Create counter, հիմա նայ, պատկասա մենք այդ ֆունկցիա ենք գրել, որի անունը create counter-ը։ Հա։ Մի հատ sense ֆունկցիա է, բայց ինքը իր միաժամանակ ունի տարբեր նայ, ոնց որ չի ուզում հատիկ increment-ը գրես, decrement-ը գրես, get count-ը գրես, կարաս մի հատ ֆունկցիայով գրես։ Նայ, ոնց է լինում։ Հիմա ասում է, պատկասը սա ունի հաշվիչ է։ Հիմա ասում եմ սարքել հաշվից, բայց թազա փոփոխական եմ դնում, ասում եմ սարքի հաշվիչ։ Սարքեց հաշվիչը։ Հիմա ասում եմ կանչի հաշվիչը ու increment արա, ասենք +1 արա։ Հետո ասում եմ -1 արա։ Այդ ասում է հաշվիչի մեջի էսի կանչի, դա ասում է counter-ի մեջի increment-ը կանչի։ Ինքը հետո մա create counter-ի մեջի increment-ը նայում ինչ պիտի անի։ Ասում է իմ եղած թվին պիտի գումարեմ 1, հանեմ 1։ Ու եթե ընդհանուր ուզում եմ ցույց տամ, պրոստը ցույց տամ։ Էսի լավ օրինակ է, այսի կուզեմ տանի ինքնուրույն մադրա տող առանց նայել գրես, էս լա քեզ տնային։ Առանց նայել գրես, փորձես հասկանաս, թե ինքը ճիշտ է աշխատում, ոնց է աշխատում։ Հա։ Կալանկյալի նայենք, արս պրոստը այս կարևոր բաներ էլի, միջավ դու չգրես, լրվելու ենք, էլի, մի քիչ համ առաջ ավելի ենք։ Սրանք մոռանալու ենք, էլի, կուզեմ էսի մատանը դու անես, էսի ֆունկցիայի մեջի ֆունկցիայի կանչն է։ Նաև ես մեր նախորդ դասից բանը նայես։ Մենք ստե ֆունկցիայի մեջ էլի ֆունկցիայի կանչ ունենք։ Մի վարքյան, հեսա ցույց տամ։ Հայ։
Այսի։ Մի վարկյան, double nice-ի, անուբենը, ճիշտ տեղում չեմ, մտե հա 8-ը։ Այսի։ Այսի կուզեմ մատնոր էլի տանուն այսինք էլի բարդ օրինակա։ Կնայ create greeting անում, վերադարձնում ան name, greeting name, բայց ինքը մի հատ է, մենակ greeting-ն է ստացես, name-ը ոնց է ստանում, այդ խորը փորձի հասկանաս, էլի։ Ես նոր ասեցի, բայց ինքը բարդ ավել, էլի, մի քանի անգամ պետք է նայես, նորից մի անգամ բացատրեմ, որ հասկանաս, էլի, ինքը հեշտ չէ թեման, մի քիչ բարդ է։ Դրա համար եմ ուզում հատ նորից նայես էսի։ Ինքն է console log անում, say hello-ն կանչում է Ալիսայի համար։ Ինքը հասկանում է պետք է գրի hello Ալիսա։ Հա։ Էսի քեզ նորից տնային արժամ, այդ նորից տանը գրի, հասկացի, մատ AI հետ քննարկի, փորձես ֆունկցիայի մեջի ֆունկցիայի կանչը հասկանաս նորից, հաջորդ դասին նորից էսի մատ AI հետ կհասկանանք, նորից քեզ հարցեր կտամ, որ տենա պատկերացրել ես, 9-րդ դասի DMS counter-ի ֆունկցիան իր այդ նորից կնայենք, էսի բայց որ քեզ նայես, էլի նորից։ Ես 8-ն 9-ներ կուղարկեմ։ Եթե ժամանակ ունենաս, կարաս 9-ը իշտես, միջա որտեղ հասնես, էլի հասկանալով էտաս։ Որտեղ լրվես, շարունակենք իր այդ, էլի։ Շատ լավ արժան։ Այսօր մի քիչ կարճ եղավ, որտեղ բարդ թեմա է։ Պետք է նայես, որ շարունակենք, էլի։ Ես պլանավորում եմ վաղը քեզ բանել տամ, ախպեր։ Մի հատ ուրիշ մակետ տամ HTML-ի։ Մակետը ինչքան հասել ենք թողենք, մի քիչ ավելի հեշտ մակետ տամ, արագ հավաքես միաժամանակ։ Ու այդ մակետի վրա այսա մի քանի դաս հետո արդեն պետք է այդ մակետի հետ աշխատենք, էլի։ Մակետի վրա բաներ փոխենք, գտնենք, ֆունկցիաներ գրենք, էլի։ Այդ հեշտ մակետի վրա անենք։ Սա մոտ լավ մակետ կընտրեմ, այդքան հեշտ չէ, որ մոբայլ բան լինի, ասենք որ մեր կողմ հավաքես, էլի, մեր 2 դասվի ընթացքում։ Հա։ Սա մոտ լավը կընտրեմ, կարաս դու էլ մանգաս ընտրես նավսակի ուղարկես, մի հատ կընտրենք իրար հետ, հետի կհավաքենք, էլի ընդհանուր։ Վերջում ենք GitHub-ի դաս ունենք, պետք է գցենք GitHub-ի մեջ, տենանք այդ GitHub-ի մեջ ոնց են գցում, ոնց են աշխատում, դրանք սա այդ process-ները հասկանանք։ Շատ ավարտան, ինչ հարցեր ունես։ Դու կարաս միշտ հարցեր տաս, նախորդից, հիմիկվանից, հաջորդից։ Այդ return-ը որ կար 8-րդ դասի մեջ, այդ տողը մենակ մի քիչ հասկանալ էր։ Եթե կարաս մատ բացի, այդ 8-րդ դասի մեջ էր։ 8-րդ դասի մեջ որ տողը ախպերս։ Էսենցս որ նոր տնային որ տվիր։ Էդի մատ հարցնեմ, հետո մնացածս արդեն կնայեմ։ Որ դասի բարդ է։ Չէ, ես որ նոր տնային էինք տան, ահա հա էսի։ Այդ 148-րդ տողին է։ Ախպերս, էսա։ Այս տողը այս տողի երկրորդ name-ից հետո այդ հավասարի ու բանի նշանն չի ադրվում, փոքրի։ Նայ, այս մեր ֆունկցիան create greeting-ը ստանում է մի հատ արժեք ու մեզի վերադարձնում է մի հատ ուրիշ ստրելշտի ֆունկցիա։ Դες այս ստրելշտի ֆունկցիա։ Հա, դա լա, то есть ֆունկցիա սորական ֆունկցիա։ Վերադարձնում է ուրիշ ֆունկցիա։ Դա համար եմ ասում բարդ քեզ էլ, էլի։ Հա։ Այսինքն իրա վերանա, այսինքն պատիասը ես կանչում եմ create greeting-ը, ես ոնց եմ իրան կանչում, ասում եմ say hello-ից մեջ, տարդիր create greeting-ից վերադարձած արժեքը։ Հա։ Ինքը say hello-ից մեջ տանում է դնում է մի հատ ուրիշ ֆունկցիա։ Ասես կոպիտ ասած տանում է այսպես մի հատ ֆունկցիա է սրա մեջ դնում։ Ու հետո ես էսի պիտի say hello-ն պիտի կանչեմ նաև ուրիշ բանի համար, name-ի համար։ Ինքը ման name-ը ստի է դնում, Ալիսան այսպես։ Գրում է Ալիսա, այսինքն ինքը վերադարձնում է greeting-ը արդեն hello-ն ուներ, hello Ալիսա։ Ուսակալ ինքը երկու հատ ֆունկցիայով։ Հա։ Այդ համար է, ինքը երկու հատ ֆունկցիա գրում, որ կանա գրի hello Ալիսա, ինքը բարդացած է, բայց կարևոր քեզ արես հեշտ ծավալ հասկանաս, էլի։ Ինքը հեշտ օրինակա բարդ բացատրած, էլի։ Որ այս հեշտը դու բարդով հասկանաս, հետո հեշտ կհասկանաս։ Հա։ Դա ո՞ւմ է կնայում։ Ասելով կձեր, որ նոր է սովորում, էսի բեսան բարդեր են վախտվում, էլի։ Ասում եմ, էս ինչ արել, ոնց կարա ֆունկցիա վերադարձնի, էլի։ Բայց մի քանի դաս հետո արդեն գնում է տեղը, սա խավատը չվախենաս։ Ապտուն ավելի խորը կնայում, լավ։ Հա, ախպես, մտուն ինքնուրույն խորը նայի ու նորից նայենք իրան, էլի, ֆունկցիան վերադարձնում է ֆունկցիա։ Սեսի պահպանեմ, ես քեզ կուղարկեմ հիմա 8-ը ու 9-ը։ 8-ը հաջորդ դասին սա խորապես կանցնենք վաղ քննարկենք ու մի հատ քեզ տնային կտամ ամփոփում, մակետ կտամ, մակետը կհավաքես հաջորդ դասից, այն որ անցնենք արդեն զանգվածներին։ Ես նոր տարվա ընթացքում քեզի բան կանեմ։
զանգվածները կուղարկեմ ծերից ծեր, օբյեկտները կուղարկեմ, մի 6 դաս կուղարկեմ, էլի, որ դու ժամանակ ունես այդ 6 դասը ընդհանուր եւ հասնես նայես։ Հա։ Ըստ կանենք աշճան։ Շատ լավ, ինչ հարց ունես ախպերս։ Ուրիշ տենց առանձնապես հարց չկա էլ։ Ցենտր ախպերս, դեսակ կուղարկեմ քեզի, սրանք ու դասեր գցեմ YouTube, ֆաղը մեր դասը էլի արի 8-ին էլի անենք։ Եկի ճես պրոկա հաստում եմ, ազիվ հասցնում եմ, էլի։ Քեզ նորմալ է 8-ի ժամը։ Հա, խնդիր չկա ախպեր։ Կոմոդ 7-ն է լինում, չէ՞։ Հա։ Հա, ախպերս, ցենտր ցավը տանեմ։ Դե քեզ լավ նայի, պարապի կապով ախպերս։ Լավ, Գեբ ջան, ախպեր բարի գիշեր։ Բարի գիշեր ցավը տանեմ։